Բարի եկած սիրեներ, այսօր բացականները շատ են, շատ են։ Աստծո խոսքը շատ կարևոր է բոլորիս համար, շատ կարևոր։ Ամեն օր Աստծո խոսքը իր իշխանությունը ունի մեր կյանքի մեջ։ Եթե չենք վարժված Աստծո խոսքին, եթե մտերիմ չենք Հիսուսի, չենք փնտրել իր մոտիկությունը։ Մեգումը երբ կսիրես դու, միշտ կուզես, որ անոր մոտ ըլլաս, միշտ կուզես, որ մտերիմ ըլլաս, միշտ կուզես, որ բաժնեկցիս իրեն հետ, այնպես ալ Հիսուսը, երբ որ դու Աստծո խոսքին առջև կաս, Աստծո խոսքը Հիսուսն է, գվայելես, գսկաս, գշնչես և գիմանաս անոր ներկայությունը։ Աղոթենք բացականներուն համար, որ ներկա ըլլան և գշտանան Աստծո խոսքին։ Խնդրանքներ կան աղոթքի, ինչպես որ միշտ կլա, Դանիելիկին համար աղոթենք, բջլիկ Դանիելիկին, մեծ Դանիելին համար, Անջելային բաբային համար աղոթենք, որ անանկիստ է։ Եղբայր մը գա, մեր գործին մեջ խնդրեց իր քրոջը համար, որ աղոթենք։ Հարդ կլակ բան մը գսեն, at սրդի հարց ունեցած է, լակտ գղբված է, աղոթենք, որ Աստված իր սրդին հբի և բժշկություն ունենա։ Անոնք, որոնք հոս ըլլային բիդի խնդրեին աղոթք, բայց անոնք հոս չեն։ Անոնց համար աղոթենք, որ հաջողություն ունենան իրենց կյանքին մեջ, դերոջը փնտրեն իրենց կյանքին մեջ։ Աղոթենք այս պատերազմի համար, Արցախստանի, Իսրայելի, Ամերիկայի և խնդրենք դերոջ մե, որ գեցնե այս պատերազմը, որպեսի հոգիներ չի վնասվին, ուր որ ըլլան է, աշխարհը վնասի մեջ է այս պատերազմով։ Աղոթենք Ամերիկայի արթնության համար, որ միշտ գհիշենք։ Արթնությունը ամենակարևորն է, մանավանդ, որ մենք վերջին օրերու մեջ կապրենք, վերջին արթնությունն է, որ մենք պիտի ունենանք երկրի վրա։ Անգից վերջը Հիսուս պիտի արդեն։ Աղոթենք հայ ժողովրդի արթնության համար, Հայաստանի արթնության համար, որպեսզի Հիսուսի դերոջը կան, դերոջը փնտրեն, փոխանակ իրենց քաղաքական գործերուն թիմելու Աստծո թողտին են։ Այսօր վերջին ադեն նույթը դրվեցավ ինձի, բացակայ է եղբայրը, որ պիտի խոսեր, թող դեր օրհնե իրեն։ Բայց դերոջը առաջնորդությամբ առաջնորդվեցա, որ թեմքի մասին այսօր խոսիմ։ Այդ թեմքը, այդ անձնավորությունը գիտեք ով է։ Հագա Քրիստոսը, Գեղձ Քրիստոսը, ները, անտիքրիստոսը, ով է այս անձնավորությունը, որ մենք միշտ գհիշենք, գլսենք, գմտապերենք, գտեսնենք մեդիաներու մեջ, գգարտանք Սուրբ գրքի մեջ։ Այս անձնավորությունը պիտի լա Հիսուսի գեղձ ինքնությունը։ Ինչպես որ մենք Սուրբ Հոգին ունենք, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, չարնալ, սատանանալ ունի իր բիղծ երրորդությունը, ինչպես Սուրբ երրորդությունը ասալ, հագա երրորդությունը։ Այս մեկը հայտնի պիտի լա քալիք օրերուն մեջ, կամ թե դարիներուն մեջը։ Առաջինը սատանան է, որ նաև իրեն մասին հին օծը գսվի, վիշապը։ Անտիքրիստոսը, որպես Հիսուսը պիտի ներկայացնե, և սուտ մարգարեն, որպես Սուրբ Հոգին պիտի ներկայացնե։ Ես կուզեմ Աստծո խոսքեն գարտալ այս մեկը տեսնելու համար, որ իրապես
բաներ մը գլա, որ մենք չենք անդրադառնալ, բայց արդեն եպած է գերագուրը, հասուն է։ Դարիները իվեր գլսենք, գտեսնենք մուվիներու մեջ, ֆիլմերու մեջ, բայց գամած արդեն մեջտեղ պիտի կա։ Հիմա ների ոգին արդեն կգործե, որ իրեն հետևորդները ճամփան կպատրաստեն։ Ինչպես որ Հիսուսի Քալստյան համար ով Հիսուսի ճամփան պատրաստեց, քեդին ով պատրաստեց Հիսուսի Քալստեն արած, Հովհաննես Մկրտիչը, չէ՞։ Հիսուսի ճամփան պատրաստեց, ասավ ադիգա է որ պիտի կա։ Այսպես ալ հիմա ներին անտիքրիստոսի ճամփան կպատրաստվի։ Հայտնություն 10-րդ գլխուն մեջը հայտնությունը գարտալես առաջ երկրորդ Թեսաղոնիկեցիսը պիտի գարտան, որ մեզ ավելի հստակ լավեր ճոհում պիտի անցնի։ Ուրեմն երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլխուն մեջ գհիշե որ ով պիտի կա։ Ուրեմն երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխ 3 եւ 8-րդ համարները։ Հանուն հոր եւ որդվո եւ ոգվին սրբո ամեն։ Չլա թե մեկը ցես խապե գերբովմը, վասնզի այն օրը պիտի չկա ապստամբութենեն առաջ ու հայտնվի անօրենության մարդը։ Ինչպես Հիսուս որպես մարմին արավ եւ մեր մեջ իջավ որպես Աստված, այնպես Սատանան մարմին պիտի առնե եւ մարդոց մեր մեջ պիտի իջնե, մարդոց մեջ պիտի իջնե որպես մարդ, բայց Սատանայի ոգիով։ Հիսուս Սուրբ ոգիով գործեց։ Անտիքրիստոսը Սատանայի ոգիով պիտի գործե։ Նայեցեք անուններ գտվեք, ասե վասնզի այն օրը պիտի չկա ապստամբութենա, որոց հայտնվի անօրենության մարդը գորստյան որդին։ Այն հագարագործը հբարդացած ամենուն վրա, որ Աստված պիտի գոչվի կամ բաշտվի։ Հիմա մենք գիտնանք, թե ով է այս անձնավորությունը, իր գրգողը, իր հայրը ով է։ Անտիքրիստոսի հայրը ով է։ Վիշապն է, Սատանան է, որ ժամանակին մեծ քերով պեմն էր, հրեշտ ագաբետն էր, փայլուն եւ իրեն դրված էր Աստծո բաշտամունքի այդ կորձը։ Ինքը նվակախումբի վրա էր, նվակով գբաշտվեր դերը, բայց օրմը իր մեջը միտք մի եկավ, որուն անունն էր, ով գրնա ասել, որ ինչ էր այս հրեշտակաբեդին անունը, Արուսյակ, Լուսիֆեր, որոշեց, որ ինքը բաշտվի, ինքը պապագեցավ, որ Աստծո դեղը անցնի, Հիսուսի դեղը անցնի։ Եվ Հայր Աստված նկատի առավ այս մեկը, վարգյանական։ Բայց այս անձը իր հետը պատրաստած էր հրեշտակներ, մեծ թիվով հրեշտակներ, որբեսի պատերազմն է եւ Աստծո քահը առնե։ Աստված իրեն վերեն վարձկեց։ Եսայիա մարգարեության մեջ կսե, տուն որ գեղեցիկ էիր, տուն որ այսպես ռի, տուն նախ գեղեցիկ էիր, բայց մինչև այն օրը, որ քու մեջդ անօրենություն գտնվեցավ։ Այսօր երազը բաշտվիլ էր, Աստծո դեղը անցնում է, մինչև այսօր նույնն է։ Անորմար Աստված իրեն երկինքեն վարձկեց եւ այս հրեշտակաբեդը գեղեցիկ իրեն նման չգար։ Իր վերջը Հիսուս էր այլևս Աստծո որդին։ Հիսուսի նախանցեցավ, ուզեց Հիսուսի փառքը ինքը առնե։ Բայց Աստված իրեն երկինքեն վառնեց եւ այն հրեշտակները, որ ուզեցին իրեն հետ ըլլալ,
ով գիտե ինչեր խոստացավ այդ հրեշտակներուն։ Այսպես քու Բաշտոնը պիտի փարշացնեմ, այսպես պիտի անեմ, այնպես պիտի ալաս, ամենը վարիչան հիմա դադարդված է։ So ասոնք են, որ այս սատանան իր երազին պիտի հաստնի, բայց կարճ ժամանակով։ Եվ ի վերջո վերջավորությունը tribulations years, որ մեծ նեղության դարիները պիտի ըլլան, ավարտին Հիսուս պիտի կա և պիտի անչադե ասոր, պիտի վերջացնե այլևս։ Գշանագե գսե այն հագարագորդը հբարդացած ամենուն վրա, որ Աստված պիտի գոչվի կամ բաշտվի։ Իրեն ժամանակ պիտի դրվի, որ այս աշխարհի վրա փարություն անե։ Հիմա աշխարհը երթալ են բادرազմներու, երթալ են չար վիճակներու գմնա։ Այն աստիճան, որ խաղաղություն պիտի չմնա։ Ասզո Հիսուսի ըսածը պիտի լալ դերության թեմ պիտի ելե։ Գարավարությունները ասկի թեմ պիտի ելե և պիտի սպարեն զիրար։ Եվ ժողովուրդը խեջ ու գրակ վիճակի մեջ ըլլալով պիտի փնդրե, պիտի փապակի մեկը, որ խաղաղություն ունե։ Այն ադեմ պիտի կա այս անձը։ Հիմա մենք ինչ վիճակի մեջ չենք գիտեր, շատեր գսեն երրորդ համաշխարհային պատերազմը պիտի լա, այսպես պիտի լա, բայց պիտի լա կալիքին մեջ։ Այս անձը որպես խաղարար, peacemaker պիտի կա աշխարհի վրա։ Բայց ոչ թե Աստծո ոգիով, Հիսուսի համար ինչ կոչվեցավ, չի ձնել են թարեր առաջ և անոր անունը պիտի կոչվի սկանչելի խորհրդագից, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան, այս է իսկական խաղաղության իշխանը, որ վերջավորության ինքը պիտի դիրաբեդե դիեզերքի վրա և ինքը խաղաղության իշխանը պիտի լա, բայց այս գերձ անձնավորությունը ները իրեն խաղաղության իշխան պիտի հռչակե։ Երբ որ ժողովուրդը իրեն պիտի զգուշացնե, իր կարողությունները պիտի ցույց տա, մանավանդ որ գսե գրակ պիտի իջեցնե երկնքեն, հրաշքներ պիտի ըլլան, սատանան գրնա անել այս մեկը գախարտությամբ։ Բայց վերջավորության փամը պիտի նե և ասիկա իր վերջավորությունը պիտի լա։ Հիմա հրյա ժողովրդին մեջ դաջարը կպատրաստվի շինվելու երրորդ անգամ։ Երբ որ ինքը կա այն ադեմ պիտի շինվի, ները։ Բայց ասոր հետ մեկտեղ պիտի կա ուրիշ անձնավորությունը, որ սուտ մարգարեն է։ Սուտ մարգարեության ոգին մինչև հիմա արդեն կորձե։ Վերջին բանը, որ մենք կտեսնենք, որ գրոնքները պիտի գմիանան իրարու։ Մեկ գրոնք պիտի ըլլա։ Մեկ գրոնք։ Եվ այս անձը, սուտ Քրիստոսը, սուտ մարգարեն, ամեն չանք պիտի նե, որ փառքը երթա ներին անտիքրիստոսի։ Գսե մինչև իսկ Աստծո դաջարի մեջ պիտի նստի և ինքզինքը ցուցնե իբր Աստված։ Երբ որ ժողովրդին վստահությունը շահի, երբ որ հրաշքներ ընե, երբ որ ամեն ժողովուրդը դիեզերքը դեսնե համոզի, որ ասիկա իրապես peacemaker-ն է, կարողություն ունեցողն է, Քրիստոսի նման է, պիտի հանձնվին իրեն և դաջարի մեջ նստելով պիտի հռչակե, որ ինքն է Աստվածը։ Բայց հայտնության մեջ կհստակացնե և հայտնություն ուրեմն 10-րդ գլխուն մեջը ուրիշ բաներ գսե, նույն անձին վերաբերյալ։ Եվ Դանիելն ալ իր գրքերուն մեջ ինչ պիտի ընե անտիքրիստոս անոր մասին ալ գխոսի։ 10-րդ գլուխը
հստակ կերպով գխոսի գսե այդ կազանը ինձի նման էր իր ոտքերը արջու ոտքերու պես իր փերանը արյուծի փերնի պես վիշապը անոր դվավ իր զորությունը սատանան այս կազանին որ անտիքրիստոսն է իր կարողությունը իր ուժը դվավ որպեսի գահարտություններ ընե ամեն ուժ դա երկինքեն գրակներ իջեցնե որպեսի տեսնեն որ ասիգա աստված է իր փերանը արյուծի փերնի պես է անոր գլուխները մեկը մահու չափ վիրավորվածի պես էր ուրեմն պիտի վիրավորվի անտիքրիստոսը մահացու բայց պիտի ողջունա եւ որ ողջունա մահացած էր ողջունցավ պիտի ասեմ որ իրապես ասիգա աստծո կարողություն ունի անոր գլուխները մեկը մահացու չափ վիրավորվածի պես էր բայց անոր մահացու վերքը առողջացավ եւ բոլոր երկիրը կազանին վրա զարմացավ ինչպես ասիգա առողջացավ ուրեմն այս բոլոր խորամանկությամբ ամեն չանք պիտնե որ ժողովուրդը ինքը շահի իր կոդը բիտ բահանջե կոդ այդ չիպերը բիտ տրվին ժող անոր ընդունի բիդի գրնա այդ չիպը եւ որ ընդունի իր մարմնին վրա անոր կոնտրոլին դակ բիդի ալլա բայց անոր չընդունի մահվան բիդի տադավարտվի անոր չընդունի գերագուր բիդի չի դրվի իրեն չի գրնար աշխատիլ անոր չունի այս կոդը անոր համար աշխարհը բիդի ստիբե որ բաշտեն զինքը անտիքրիստոսին բայց մենք վերջավորության նայենք թե ինչ պիտի լա հայտնության ուրեմն 19 շատ բիչեր գարեմ այսօր 19-րդ գլուխը այսօր մասին խոսելով գսե 19-ն 20 այսպես գսե Դեսա երկինքը բացված եւ ջերմակ ցիմը անոր վրա հեծնողը հավատարիմ ու ճշմարիտ կգոչվի ասի Հիսուսն է այլևս իսկական փրկիչը իսկական մեսիան իսկական խոստացված օձյալ փրկիչը արդարությամբ տադաստան կդեսնե ու կբادرազմի որութեմ կբادرազմի Անտիքրիստոսը պիտի հավաքի աշխարհի բոլոր զորքերը այսօր գսեն Արմագեդոնի բادرազմը որ պիտի գդարվի Հրեաստանի մեջ գտնված Արմագեդոնի վայրին մեջ հովիդին մեջ բոլոր ասկերը հոմ պիտի հավաքվին որբեսի բادرազմին որութեմ Հիսուսի թեմ բայց Հիսուս գսե իր բերնին սուրովը Բիդի ըսպարե բոլոր անոնց, որոնք իրեն թեմ եկան, իրեն հագարակ եղան։ Բիդ շարնագե և գսե, անոր պերնեն սրատ սուր մգելլեր, որբեսի անով ասկերը զարնե, այն ասկերը, որոն իրեն հագարակ էին և անտիքրիստոսի հրամանով բادرասվեցան, որ Հիսուսի թեմ բادرազմին, հիմա կնե բادرազմ արդեն սկսած է, քրիստոնեությունը հիմա բادرազմի դագ է, Ինք երգատե կավազանով բիդի հովվե զանունք, ու ամենագալ աստծո սաստիկ պարգությանը կինիին հնցանը ինք բիդի գողե Հիսուս, բիտ ըսպարե փոլորին, չարերում բիտ ըսպարե Հիսուս Քրիստոսը, և իր բատմուջանին վրա ու իր աստրին վրա կրված կիրմ ուներ թակավորած և դերանց։ Հիսուսով է, որ աս աշխարհի չարությունը բիտ ըսպարի և վերջ բիդի տրվի սատանային, սատանան բիդարնվի գրագի լեջի մեջ բիտ ծկվի անտիքրիստոսը սուտ մարգարեն և անոնց բաբան, վիշաբը, սպունդ սատանան։ Եվ այս ծևով անոնք, որոնք Հիսուսը ընդունեցին որպես իրենց դերը, որպես իրենց փրկիչը, անոնք պիտի ապրին հավիտյանս հավիտենից։ Միթե այսօր չի արժեր մենք
մդիկ ունենք Աստծո խոսքին, որպեսզի արթուն ըլլանք։ Թե Աստծո խոսքը ինչ կսե։ Նայեցեք քրիստոնեության տամ հիմա բادرազմներ կլան։ Գմերժվի Քրիստոսը, քրիստոնյաները գմերժվին ամեն տեղ։ Ասիկան նշան մնե արդեն որ վերջացեր է, մոտեցած է։ Բայց անտիքրիստոսը կալեն առաջ։ Ուրախ լուրը այս է։ Հիսուս պիտի գա իր եկեղեցին առնելու համար։ Այս մեկը գիտեք բանը գսե Բողոս Արաքյանը երկրորդ Թեսաղոնիկեցիս գլխուն մեջը գեղեցիկ չեմ ուզեր գարտալ եւ բանունել երգնցնել, բայց Հիսուս պիտի գա որբեսի իր ժողովուրդը, իր եկեղեցին նեղութենեն ազատե։ Բայց չադեր պիտի ըլլան որ հոսք պիտի մնան։ Գարձեցյալ մարդիկ պիտի ըլլան որ ասոնք այսպես էին, այնպես հոսք պիտի մնան։ Ինչու? Որտեվ շատեր պիտի ասեն որ դեր քո անունով մենք հրաշքներ ենք, դեր քո անունով մենք ինչ պիտի ասե անոնց ես ցեզ չէի ճանչնար։ Աստծո փառքը իրենց կնած։ Աստծո նույթականը իրենց կնած։ Աթորը իրենք արին։ Բայց անոնք որոնք Հիսուսը մեծարեցին, Հիսուսի անունը բարձրացուցին, անոնք հավիտենականություն պիտի ժառանգան։ Թող դա որ մենք միշտ արթուն եւ զգաց դլանք եւ Հիսուսի կալստյան միշտ պատրաստ դլանք։ Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո։ Ամեն։